Կարկուտի ահավոր հարվածների մասին գրված Սուրբ Հովհան Մանդակոնի ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, ով նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտն էր։ Նախաբան. Սիրելի բարեկամներ, այս օրերին, երբ մեր հայրենիքի ամբողջ հյուսիսային հատվածը զարկվում է ահավոր կարկտից ու նույնիսկ կայծակի հրից կամուրջ է փլուզվում, խնդրում եմ, եկեք լրջանանք, եկեք լսենք Սուրբ Հովհան Մանդակոնու այս խոսքը կարկտի և այլ պատուհասների մասին, թե ինչու են դրանք լինում և թե ինչ պետք է անենք մենք ի պատասխան այդ պատուհասների։ Խնդրում եմ մինչև վերջ համբերությամբ լսեք, որովհետև դուք այստեղ կիմանաք, թե ինչու է լինում կարկուտ, ինչու են լինում հիվանդություններ ու անժամանակ մահեր, և թե ինչու են լինում այդ տեսակի պատուհասներ, և թե ինչ պիտի անի մարդը, որն է նրա ճիշտ վերաբերմունքը, և թե ինչպես նա վերականգնի կորստի մատնվածը։ Եթե ձեր սրտին կպնեն այս խոսքերը, կրկին խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջերին, ձեր մտերիմների հետ ու սովորեցրեք այս բաները ձեր երեխաներին ու մտերիմներին, որպեսզի մեր ազգի զավակները իմանան այս բաների մասին։ Սկսենք։ Կարկուտի ահավոր հարվածների մասին։ Բազում տեսակների են Աստուծո սպառնացող պատուհասները, որոնք նա մեզ գթալով մատակարարում է մեր իսկ օգուտի համար։ Թեպետև դրանք երևում են իբրև ցասման արտահայտություններ, սակայն արտահայտությունն են Տիրոջ մեր հանդեպ հայրական խնամքի ու գութի։ Երբ արհամարհում ենք Աստուծո պատվիրանները և մեր կամքով շարժվելով մեղքեր ենք գործում, ներում և համբերում է, սպասելով մեր դարձին ու ապաշխարությանը։ Բայց երբ ոչ գեհենից վախենալով և ոչ էլ անանց բարիքների փափագով չենք շտապում ապաշխարել, կամենում է փոքր-ինչ արթնացնել մեր ծուլությունն ու դանդաղկոտությունը փոքրիկ պատուհասներով, որպեսզի խրատվենք ու զգուշանանք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր սիրտը քննելով ճանաչի իր անօրենությունները և զերծ մնա, հեռանա մեղանչելու չար սովորությունից և փրկվեն հավիտենական տանջանքների ահավոր աղետներից։ Իսկ եթե այս էլ արհամարհենք և չփութանք ապաշխարությամբ հաշտեցնել Աստծուն, նա մեզ ճաշակել և ըմպել կտա ուրիշ դառը պատուհասներ։ Մեզ վրա կհեղի, կթափի ահավոր պատիժների բազմությունը, չարաչար սպառնալիքներով մեզ կխմեցնի իր բարկության ահագին մրուրը, որովհետև խրատի գավազանի միջոցով նախապես չփութացինք հաշտեցնել իրեն։ Եթե փարավոնը խրատվեր առաջին պատժով, մյուս 10 հարվածները չէր ճաշակի։ Եթե Ամոս մարգարեի օրերին ժողովուրդը ապաշխարեր առաջին պատժով, ատամնացավը, դալկությունը, մարախը, կարկուտը, սաստիկ գերաշտը, սովը սոսկալի, չարաչար հարվածներն ու տարաժան մահերը չէր ճաշակի։ Այդ պատճառով էլ հարկ է, որ յուրաքանչյուր ոք զգուշանա չար ճանապարհից, որպեսզի ուրիշ չարաչար պատուհասների բազմություններ չավելանան իր վրա։ Որովհետև երբ ավելանում են մեր անօրենությունները, այն ժամանակ էլ պատիժներն են թափվում մեզ վրա։ Բայց Աստուծո նախախնամությունը այդ ամենը նույնպես մեզ վրա բերում է մեզ նախախնամելով, քանզի երբ մոռանում ենք Աստուծո երկյուղը և ավելացնում ենք մեր չարիքները, նա չի կամենում հենց այդ ժամանակ մեղքի մեջ առանց ապաշխարելու հնարավորություն տալու կորստյան մատնել որևէ մեկին, այլ ապաշխարության ժամանակ է շնորհում։ Եթե չենք ապաշխարում, կրկին խնայում է մեզ, որպեսզի դառնանք մեղքերից և կարկուտով, մորեխով և կամ այլ տեսակի պատուհասներով հարվածում է մեր անդաստաններին, որպեսզի մենք ճանաչենք մեր մեղքերը և ապաշխարենք։ Եթե այդպես չենք ապաշխարում, մեր պատճառով զանազան հարվածներով հարվածում է մեր անասուններին, իբրև պատժապարտների, որպեսզի մենք զղջանք։ Եթե դրանից հետո չենք ապաշխարում, կամ մեզ վրա դժնդակ երաշտով փակում է երկինքը, կամ բացում է չարաչար առատությամբ, որպեսզի փչանա ամեն բան։
Եթե այդպես չենք ապաշխարում, մեր ոտքերի տակ դողացնելով շարժում է երկիրը եւ ասես ձայն է տալիս մեզ մեր մեղքերը ճանաչեցնելու համար, բայց չի ընկղմում մեզ, որպեսզի դառնանք մեր մեղքերից եւ ապաշխարենք։ Եվ եթե այդպես էլ չենք ապաշխարում, մեզ վրա է առաքում չարաչար հիվանդություններ կամ անժամանակ մահեր, կամ մարմնի խեղություն, կամ անբժշկելի հիվանդություններ, կամ դիվական ցավեր եւ պես հիվանդություններ։ Ինչպես Պողոսն է ասում, դրա համար ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան եւ շատերն էլ անժամանակ մեռան։ Կորինթացիներին ուղված առաջին նամակ, գլուխ 11, համար 30։ Ուստի եւ հարկ է, որ դուք պատուհասների պատճառով դառնաք եւ ապաշխարեք եւ չընդունեք բազում եւ սոսկալի պատիժների հույլերը, դրանցից հետո էլ անշեջ հուրն ու հավիտենից տանջանքները։ Արդ յուրաքանչյուր ոք թող քննի իր խիղճը, ճանաչի իր հանցանքների բազմությունը եւ չկարծի, թե Աստված անիրավ է, երբ հեղում է իր բարկությունն ու ցասումը, այլ գոհություն տուր նրան, ներող եւ արդար դատավորին, որովհետև այն, ինչ անում է Աստված, ոչ թե նրա բարկության, այլ նրա ողորմության արտահայտությունն է։ Ահա համայն աշխարհը ջնջած ջրհեղեղը, ոչ թե նրա բարկության, այլ նրա ողորմության նշանակն էր, որովհետև երբ մարդիկ չկամեցան զղջալ ու ապաշխարել տապանագործ Նոյի քարոզությամբ, որ ուրաքի ձայնով հնչեցնում էր բոլորի ականջներին, արագ վրա հասած մահվամբ դադարեցին իրենց անթիվ մեղսագործություններից, թեև իրենց չար գործերի համար սաստիկ տանջանքներ ընդունեցին, բայց մահվամբ փրկվեցին այն ամենից, ինչ հաջորդ օրն էին կամենում գործել։ Պարզ է, որ ջրհեղեղը ողորմության նշանակ եղավ նրանց համար, ովքեր չկամեցան զղջալ եւ ապաշխարել։ Նույնը նաև սոդոմայեցիների մասին իմացիր, քանզի նրանք հրի պես թափվող կայծակներից կործանվեցին ոչ թե իրենց բարի գործերի, այլ իրենց սաստիկ անօրենությունների եւ ապականիչ ընթացքի համար, որովհետեւ նրանք բանտարկված էին իրենց զազրելի գործերի մեջ, արագ մահվամբ փրկվեցին բազում պղծություններից։ Բայց ձեզ Աստված մոտեցել է իբրև որդիների, խրատելու եւ բժշկելու եւ ոչ թե վիրավորելու, այժմ հայտնի դարձնելու ձեր անօրենությունները, այլ ոչ թե պահելու հավիտենական ամոթի ու տանջանքների համար։ Ձեր անդաստաններին հարվածում է ձեզ համար, որպեսզի զղջան ձեր անձերը։ Թերևս ագահության չար ախտով լցված ընչաքաղց ու շահամոլ էիք, եւ նա կարճել կամեցավ, եւ կամ ձեր ցոփ ընթացքից ու հաճույքից հափրացել էիք, եւ չքավորությամբ խոնարեցնել կամեցավ, կամ առատությունից կշտացած, մարմնապարար ցոփությամբ հորի ու անպիտան եք դարձել, եւ մոռացել եք Աստուծո երկյուղը, եւ այժմ փոքրինչ աղքատության ու նեղության միջոցով հիշեք, խնդրեք եւ աղաչեք նրան, եւ կամ էլ ձեր մեղքերով բարկացնում եք նրան, եւ նա արթնացրեց ձեզ, որպեսզի ապաշխարեք։ Ահա նրա բարկությունն ու ցասումը նշանակ եղան նրա ողորմածության եւ ոչ բարկության։ Այլ երբ իր ողորմածությունը ցասմամբ է ցույց տալիս, դադարում են մեղքերի բազմությունները։ Ստուգեցեք ձեր խորհուրդները, քննեցեք ձեր սրտերը եւ գտեք ձեր բազում մեղքերը, որոնց պատճառով երկրի վրա են թափվում բազմաթիվ պատուհասները, որովհետև չար սատանան միշտ դեպի չարիքն է մղում մեզ եւ մեր մտքում փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք, եւ մենք անմտաբար արհամարում եւ չնչին մեղք ենք համարում, եւ մեզ վրա դիզվում, կուտակվում են մեղքերի շեղջերը, ոմանց նեղացնում եւ կտրում են ընկերոջ արտայի սահմանները, որի մասին մարգարեն ասում է. վայ նրանց, ովքեր անօրինաբար տանը տուն են կցում, այդ տեսեք Եսայի մարգարեություն գլուխ 5 համար 8, եւ սատանան այն փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարեն։ Ոմանք կտրում են իրենց աշխատողների վարձը,
նրանք արյուն թափողների պես են համարվելու, եւ սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարեն։ Ոմանք նախանձով են նայում եկեղեցու նվերներին եւ խաբում են Աստծուն, իրենց ոչխարների կալի եւ հնձանի լավագույնը իրենց են պահում եւ խաբում են Աստծուն, նրան մատուցելով խոտանն ու անօգուտը, որի մասին Մարգարեն ասում է. «Անիծյալ լինի այն մարդը, ով ընտիրն իրեն է պահում եւ արատավորն է մատուցում Աստծուն»։ Մաղաքիայի մարգարեություն 1:14։ Կայենը նույնպես դրա համար անիծվեց։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք շատախոս լեզվով չեն դադարում բամբասելուց, իրենց ընկերոջ մասին գաղտնի խոսելով, որի մասին ասում է. «Եթե մեկը հաղորդվում է տիրոջ մարմնից եւ ընկերոջ մասին չար է խոսում, երկնային սուրը կշողա նրա շրթունքների վրա»։ Եվ սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք։ Ոմանք ապականված են որկրամոլության մեջ, որոնց մասին Պողոսն ասում է, թե հարբեցողներն ու բամբասողները Աստուծո արքայությունը չեն ժառանգելու, առաջի Կորինթացիներ 10:10, եւ սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք։ Ոմանք աներկյուղներն ու պակասամիտները անամոթաբար թատրոն են գնում եւ աներևույթ նետերով վիրավորվում են դիվամոլ տեսարանից, թեև մարմինները ոչ, բայց հոգիները պղծելով ապականում են, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք ոչ թե Աստուծո երկյուղով, այլ միայն ըստ սովորության են եկեղեցի մտնում, իրենց անձերը դատարկ խոսքերով են զբաղեցնում եւ արհամարելով Աստծուն փառաբանող պաշտոնյաներին, աղոթքները մեղքի են վերածում եւ գնում են դատապարտված, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք Աստծու սիրուց հեռանալով եւ Սուրբ Հոգու շնորհներից անջատվելով կամ պղծությամբ են հաղորդվում Սուրբ Խորհրդին եւ կամ հանդգնությամբ հեռանում են նրանից, երկուսն էլ դատապարտվում են չարաչար տանջանքների, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարեն։ Ոմանք արհամարում են նրա մկրտությունն ու հարության հույսը եւ հեթանոսական անհուսությամբ են ապրում, լաց են լինում մեռելների վրա, որ սուրբ առաքյալներն արգելում են քրիստոնյաներին, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք թողնում են քրիստոնեական հավատն ու խաչի զորությունը եւ հմայությունների, հուրուտքների, ավելորդապաշտության, դյութանքների եւ դիվական հրապուրանքների են հետևում, որ կատարյալ կռապաշտություն է եւ աստվածային օրենքների մերժում։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք իրենց լեզուն սովորեցնում են աներկյուղ երթվելու եւ սուտ երթումի, որի մասին Քրիստոս պատվիրեց, թե ամենևին մի երթվիր, այլ թող ձեր այոն լինի այո եւ ոչը ոչ, դրանից ավելին չարից է։ Մատթեոս ավետարան 5:34-37 համարներ։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք հարստահարում են որբերին, այրիներին ու պանդուխներին եւ իրենց զրպարտողների առջև հառաչել են տալիս նրանց, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք նեղում են իրենց դրացիներին, իրենց տարածքներն ընդարձակելով եւ նվազեցնելով ընկերոջ բաժինը, որի մասին Մարգարեն ասում է. «Վայ նրան, ով տանը տուն է կցում եւ ընկերոջն արտաքսում»։ Եսայի մարգարե 5:8 համար, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք դատաստանի առջև խլում են այրու իրավունքը եւ մեծարում են հարուստներին եւ անօրեն կաշառքներով դրժում են օրենքը, որի մասին Գիրքն ասում է. «Կաշառք վերցնողները հրապարակներում պիտի անիծվեն եւ անեծք պիտի բնակվի նրանց տներում»։ Տեսեք Հոբի գիրքը գլուխ 15 համար 34։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վաշխի տոկոսներով հարստություն են հավաքում, լցնում են իրենց տները, որի մասին Մարգարեն ասում է ողբալով. «Վայ նրան, ով անօրենությամբ է հարստություն հավաքում»։ Երեմիայի մարգարեություն գլուխ 17 համար 11։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վաճառելիս խնայում են եւ կսկծեցնում են գնողների սրտերը, չնայելով արդարակշիռ վաճառողներին, ջանում են փոքր բաները թանկ եւ մեծ բաները էժան վաճառել, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ուրիշները չունեն արդար չափ ու կշեռք,
այլ նվազեցնում ու բարձրացնում են մարդկանց շփոթեցնելու եւ խաբելու համար։ Այս մասին մարգարեն ասում է. Աստուծո առջև պիղծ է երկակի չափը։ Տեսեք Առակների գիրք համար 20 գլուխ 20 համար 10։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վրեժ լուծելու համար ընկերոջ արտերն ու շտեմարաններն են ավերում։ Առավել մոլորվածները սատանայի խորհրդով հանդգնում են հրդեհել նրանց տները, եւ նրանք բազում արյան պարտապան են դառնում, թեև մարդիկ փրկվեն էլ մահվան հրից, սակայն նա, ով գցում է կրակը, ըստ հրդեհից փրկված մարդկանց թվի պարտապան պիտի լինի մարդասպանության վրեժին, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք առանց հոգևոր պատճառի հարկադրանքի հոժարում են Աստուծո թշնամիների հետ սեր եւ բարեկամություն անել եւ բարեկամանում են անհավատների, հրյաների, հեթանոսների եւ հերձվածողների հետ, որի մասին մարգարեն ասում է. քո նավերը խորտակեց այն պատճառով, որ բարեկամացար Աստուծո թշնամիների հետ։ Համեմատության համար տեսեք երկրորդ մնացորդած գրքի 20-րդ գլխի 37-րդ համարը։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք, ինչպես պակասամիտներն ու Աստծուց երկյուղ չունեցողները, թեև ոչ պոռնկությամբ, բայց չարաչար նախանձից ու շվայտաբարո անպարկեշտությունից թելադրված, չարաչար տանջում են իրենց ամուսիններին կարծեցյալ պոռնկությամբ եւ երբեք չեն դադարում մեղանչելուց եւ խռովությունից, այլ մշտապես անդադար մեղանչում են քենով եւ աղաղակով։ Եվ վայ նրան, ով կասկածում է, վայ նրան, ով կասկածի տեղիք է տալիս, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք տրտմեցնում են իրենց ծնողներին եւ անարգանքով ցավ են պատճառում եւ նրանց սրտին, որ պատվիրանը հրամայում է պատժել։ Ոմանք չեն խրատում իրենց զավակներին, այլ անուս ու թափառական են թողնում նրանց եւ նրանց փոխարեն իրենք են պատիժներ ստանալու։ Ոմանք ստահակ ծառաները մարդկանց հաճելի երևալու համար արհամարում են իրենց տերերին, հասնելով իրենց իսկ դատապարտությանն ու պատժին։ Ուխտավորներից ոմանք, որ ոչխարներ էին ընծայաբերում, դրժեցին իրենց ուխտը, ստեցին եւ երթման դաշինքն արհամարեցին։ Կուսաններից ոմանք կամեցան Քրիստոսին հաճելի լինել հագուստներով ու արտաքին կերպարանքով, որ չարաչար շնություն է։ Կրոնավորներից ոմանք Աստծու երկյուղով չեն պարկեշտանում, այլ մարդկանց աչքին կրոնավոր երևալու համար են մնում այդ վիճակի մեջ եւ սնափառության ախտով հիմարացած Աստծուն անգետ են դարձնում, որի փոխարեն պոռնիկներից ու հարբեցողներից առավել պիտի դատապարտվեն։ Ոմանք մոլությամբ ու չարությամբ նախատում ու բամբասում են եղբայրներին եւ նրանց թշնամանքը առ Աստված է բարձրանում, որովհետեւ նրա գործերն են հայոյում, որովհետեւ երբ անարգվում է գործը, արարգվում է նաեւ գործողը։ Ոմանք չարակնում ու նախանձում են եղբոր առաջադիմությանը եւ ուրախանում ու ցնծում են նրա անկումով ու աղքատությամբ, որ Աստուծո առջև ահավոր մեղք եւ խիստ մեծ անօրենություն է։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Նաև ըստ սովորության եւ մարդկանց հաճելի լինելու համար ենք աղոթում։ Ըստ սովորության ենք հաղորդվում Տիրոջ մարմնին եւ արյանը, ըստ սովորության ենք ծառայություն կատարում, այլ ոչ թե ահով, երկյուղով, հոգու սիրով եւ ամենայն հոժարությամբ։ Թողնենք եւ չխոսենք անթիվ ու բազում ուրիշ հանցանքների, ամբարտավանությունների, գողությունների, պոռնկությունների, սպանությունների, նենգությունների, կռապաշտությունների եւ առավել արյունարբու, նախանձի, պիղծ ողակալության, ընկերոջ հանդեպ անհաշտ թշնամության մասին։ Դրանք գործողները մշտապես մարդասպաններ են, մշտապես մեղքերի մեջ, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Եվ արդ անօրենությունների այս բոլոր բազմությունները մշտապես խլրտում են մեր մեջ։ Արդյոք կհամարձակվենք ասել, թե ինչու են մեզ վրա թափվում Աստուծո պատիժներն ու ցասումը։ Իր ողորմածությամբ նա երկար ժամանակ համբերեց եւ արգելեց իր բարկության ու սրտմտության ձեր վրա թափվելը, ակնկալելով ձեր դարձն ու ապաշխարությունը։
եւ որովհետեւ մնացիք առանց զղջումի եւ ապաշխարելու, ձեզ փոքր ինչ համտեսել տվեց իր սպառնալիքներից, որպեսզի ճանաչեք, որ կա մեկը, ով դատում է մեր անօրենությունների ողջ բազմությունը։ Նա իր բարկությունը չի թափում մեր մեղքերի չափով, այլ բազումից մի մասը միայն, որպեսզի մեզ խրատի, որպեսզի իմանանք, որ կա գեհեն եւ հավիտենական տանջանք, որով դատելու է մեր անթիվ ամբարշտությունները։ Եվ արդ ահա իմացեք Աստուծո զորությունը, ճանաչեցեք նրա մարդասիրությունը։ Այսուհետ մի նմանվեք փարավոնի ամբարշտությանը եւ մի խստացրեք ձեր սրտերը, այլ հիշեցեք ձեր անուղիղ գործերը, յուրաքանչյուրդ ետ դարձեք ձեր ճանապարհից եւ աղաչանքով ու պաղատանքով խնդրեցեք ուղիղ ճանապարհ, որպեսզի ձեզնից վերանան այլ պատուհասների բազմությունները, դադարեն ահեղ տանջանքների սպառնալիքները եւ եկած պատուհասներն ու ցասումը մեղքերի թողություն համարվեն։ Ինչպես մարգարեն է ասում. Տեր, տուր մեզ քո խաղաղությունը, քանզի ըստ մեր բոլոր գործերի հատուցեցիր մեզ։ Տեսեք Եսայի մարգարեություն, գլուխ 26 համար 12։ Դուք նույնպես Տիրոջ ձեռքից ստացաք ձեր մեղքերի փոքր ինչ հատուցումը, որ ձեզ համար փրկության դեղ եղավ, արթնացնելու ձեզ ապաշխարելու։ Արդ Սոդոմաբար մի պարծեցեք անզղջությամբ, այլ նինվեաբար ապաշխարեցեք, լաց լինելով ու հառաչանքներով ձեզ հետ հաշտեցրեք երկնավոր հորը, ով խրատում է ձեզ իբրև սիրելիների, այլ ոչ թե անտեսում է իբրև խորթերի եւ ատելիների։ Եվ թեև միառժամանակ տրտմություն եք համարում այդ խրատը, բայց հետո կհասկանաք, որ նրանով ընդունեցիք զղջում, ապաշխարություն եւ մեղքերի թողություն, որովհետեւ Տերը խրատում է նրան, ում սիրում է։ Գրում է Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղված նամակի 12-րդ գլխի 6-րդ համարում, որպեսզի սրբված եւ մեղքերից քավված պահի։ Եվ եթե գոհանաք Աստուծո արդար դատաստանից, թե հիրավի ստացանք այն, ինչ որ գործեցինք, Աստված կարող է ձեր անդաստաններում մնացած սակավ պտուղը բազմացնել, ինչպես այն 5 նկանակը, որպեսզի բավականանաք եւ լիանաք։ Բայց դուք չափազանց առատություն մի խնդրեք, այլ նախ խնդրեցեք մեղքերի թողություն եւ ձեր հոգու բժշկություն, եւ այդ ամենը կավելանա ձեզ։ Եվ Աստված, որ մեծ է ողորմությամբ, սերմ կտա սերմնացանին, ուտելու հաց կպարգևի ձեզ եւ կաճեցնի ձեր արդարության պտուղները։ Այս մասին գրում է Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղված իր երկրորդ նամակի 9-րդ գլխի 10-րդ համարում։ Դուք ձեր ամբողջ լիությունը ստացած եւ Աստծո ողորմությամբ առատացած կլինեք, որպեսզի լիացնեք չքավորների, որբերի ու նեղության մեջ գտնվողների կարոտությունը։ Այդ է ձեր բոլոր մեղքերի եւ անօրենությունների քավությունը։ Այդ է ճանապարհը, որ տանում է ձեզ դեպի արքայության օթևանները։ Այդ է նավը, որ տանում է դեպի խաղաղության նավահանգիստ։ Եվ այդ է դուռը, որ մտցնում է ձեզ անուշաբույր դրախտի փափկության մեջ, սուրբերի ու արդարների լուսեղեն ու հավիտենական խորանները։ Նրանց հետ նաև մեզ թող արժանի դարձնի վայելելու Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու փառքի շնորհները այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հիմա տեսակ ժողովուրդ ջան, ինչու են լինում կարկուտներ եւ տեսակ պատուհասներ։ Ու խնդրում եմ ձեզ, եթե այս ձայնագրությունը ձեզ ինչ-որ բան ասեց, մտածել տվեց, դուք էլ կիսեք ձեր էջերին, պատմեք մարդկանց, որպեսզի ինչքան հնարավոր է ավելի շատ հայ մարդիկ այս բաների մասին իմանան եւ մենք սկսենք ճիշտ մտածել։ Փառք Հոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։